Եղունգի գույնը, ձևը կարող են հուշել սնկային հիվանդության մասին։ Եղունգների գույնի ձևի փոփոխության դեպքում, տեսեք, եթե կա գունային փոփոխություն, այսինքն գունային երանգներ, տարբեր դեղնաշագանակագույն, դեղնականաչավուն կամ մուգ շագանակագույն, կամ եղունգի վրա տեղի ունենում բծեր, ճաքեր, նման խնդրի դեպքում մեր բնորոշա մի բան, որ սա վсё, վերջ, սա սնկային է, չէ, բայց պարտադիր է բժիշկը առաջնայած մի հատ լաբորատոր ախտորոշմամբ դա ժխտի կամ հաստատի, եթե ժխտվում է, այսինքն բացասական է գալիս սնկային խնդիրները, դա հիմնականում լինում է ցնուցման խանգարումների մեջ պետք է փնտրել հիվանդությունը նման դեպքերում։ Մոտավորապես 10-ից ավել ցնուցման խանգարումներ կան, իսկ այդ ցնուցման խանգարումները լինում են քրոնիկական հիվանդությունների ֆոնի վրա, ամենաշատը տարածված դա անոթային, ստորին վերջույթների անոթային խնդիրների դեպքում, վահանաձև գեղձի խնդիրների դեպքում, այսինքն դա պարտադիր չի, որ եթե հորմոնալ շեղումներ չկա վահանաձև գեղձի, սակայն գեղձի վրա կա հանգույցներ, հանգույցիկներ, դա կարող է բերել եղունգների անատոմիայի խախտմանը, գույնի փոփոխություն, փխրունություն, ճակ, դիաբետի դեպքում կարող է դիտվել տարբեր քրոնիկ սրտային քրոնիկական հիվանդությունների դեպքում սիրտանոթային, ստամոքսաղիքային, այսինքն հիվանդությունը պետք է փնտրել ներքին օրգան համակարգերի մեջ։ Նման դեպքերում նման բուժումները բացի մաշկաբանի ներկայությունից հարկ է անում նաև այլ թերապևտիկ մասնագետների կարիքը մեր էնդոկրինոլոգների, գաստրոէնտերոլոգների միջամտությունը, որպեսզի մենք ունենանք ընդհանուր կոմպլեքս մոտեցում ու փորձ է տալիս, որ թիմային աշխատանքով մենք ավելի արագ արդյունք ենք հասնում, բայց պետք է առաջինը բուժառուին դա բացատրել, որ գիտեք ինչ կա, սունկ չէ, բայց դա չի նշանակում, որ պետք է չբուժվեք, դա նշանակում է, որ պետք է ձեզ մի քիչ երկար ժամանակ հատկացնեք ձեր բուժման մեջ, որտեղ կան քրոնիկ հիվանդություններ, որը որ ազդանշան են տվել ձեր եղունգների վրա։